Պատկերացրեք ձեր աղջիկը կորել է եւ միակ ապացույցը Polaroid լուսանկարն է։ Լուսանկարի աղջիկը համարվում է անհետ կորած շուրջ 40 տարի։ Դեպքը տեղի ունեցել 1988 թվականին։ Ի դեպ, Տարան դուրս է եկել հեծանիվով եւ Sony նվագարկիչով։ Տարիներ անց Ֆլորիդայում այն վայրից, որտեղ նա կորել էր բազմաթիվ կիլոմետր հեռավորության վրա, գտնում են մի լուսանկար, որտեղ պատկերված աղջիկը շատ նման է Տարային, ու բոլորը կարծում են, որ վերջ, գործը փակված է, բայց դա այդքան էլ այդպես չէ։ Ու մինչև այսօր Տարայի անունը մնում է անհետ կորածների ցուցակում։ Ողջույն, այսօր խոսելու ենք ամենաերևի թե հետաքրքիր ու առեղծվածային անհետացումներից մեկի մասին, իսկ մինչև տեսանյութին անցնելը կխնդրեմ բաժանորդագրվես ալիքին, սեղմես զանգակ կոճակը, ինչպես նաև գրես մեկնաբանություն, կիսվես քո կարծիքով ու հավանես տեսանյութը։ 911, what's your emergency? Տարա Քալիկոնը ծնվել է 1969 թվականին փետրվարի 28-ին Նյու Մեքսիկոյի Բելեն քաղաքում։ Բելենը փոքր ու շատ ապահով քաղաք էր, որտեղ ոչ մի արտարոց դեպք տեղի չէր ունենում, իսկ հանցագործություններն էլ միայն փոքր գողություններ էին։ Տարայի ծնողներն ամուսնալուծված են եւ նրա դաստիարակությամբ հիմնականում զբաղվում էր մայրը, Փեթին եւ նրա նոր ամուսինը։ Տարան եւ նրա մայրը շատ մոտ էին իրար հետ։ Նրանք միշտ իրար հետ էին ժամանակն անցկացնում, տարբեր վայրեր այցելում, իսկ ազատ ժամանակ աղջիկը սիրում էր զբաղվել հոգեբանությամբ, ուսումնասիրել, քանի որ դպրոցն ավարտելուց հետո դիմել էր հոգեբանական գծով, որպեսզի շարունակեր իր կարիերան, ուսումը, ինչպես նաև սիրում էր իր ընկերների հետ ժամանակ անցկացնել ու շատ հաճախ նրանց հետ հեծանիվով գնալ տարբեր վայրեր, ինչպես նաև տարբեր անտառներ զբոսնելու։ Հա, մոռացա ասեմ, որ Տարան շատ էր սիրում երաժշտություն լսել ու իր հետ միշտ ուներ իր Sony player-ը, նվագարկիչը, որին մենք դեռ կանդրադառնանք։ 1988 թվական, սեպտեմբերի 20, առավոտյան 9:30, Տարան մորն ասում է, որ դուրս է գալիս հեծանիվ քշելու իր մշտական ճանապարհով եւ հետ կվերադառնա շատ շուտով։ Մայրը հիշեցնում է, որ այդ օրը նրանք տարբեր պլաններ ունեին եւ նա պետք է վերադառնա մինչեւ կեսօրը։ Տարան զբոսանքից հետո պետք է գնար ընկերոջ հետ թենիս խաղալու։ Քանի որ իր հեծանիվն այդ առավոտյան անսարք է լինում, Տարան վերցնում է մոր հեծանիվը, իր Sony նվագարկիչը ու Boston խմբի ձայներից է։ 12:30-ին Տարան դեռ տուն չէր վերադարձել, ինչը շատ տարօրինակ էր, քանի որ նա իր ամեն րոպեն պլանավորում էր եւ սովորություն չուներ ուշանալու կամ առանց զգուշացնելու ինչ-որ տեղ գնալու։ Այս փաստը, որ աղջիկը արդեն իսկ մի քանի ժամ է ինչ չի վերադարձել, շատ է անհանգստացնում մորը եւ նա սկսում է այն նույն ճանապարհով, որով որ պետք է աղջիկը գար, ինքը քայլելով գնալ եւ ինչ-որ մի կերպ փորձել փնտրել նրան։ Չգտնելով նա շտապում է ոստիկանություն, այնտեղ հաղորդում ներկայացնում եւ ոստիկանները անհապաղ սկսում են աղջկա հետաքննությունը։ Ամբողջ հարցը այն էր, որ նրանք չգիտեին որտեղից կամ ինչից սկսեին, ու երբ որ ականատեսների են տարբեր տեղեր հարցաքննում, նրանցից մեկը ասում է, որ աղջկան 11:40-ի սահմաններում տեսել է, թե ինչպես է նա հեծանիվով գնում, իսկ նրա հետևից կեղտոտ ու սպիտակ գույնի պիկապ։ Ըստ այդ ականատեսների խոսքերի, Տարան ոչ մի ուշադրություն չէր դարձնում մեքենային։ Նա ոչ վախեցած էր, ոչ անհանգստացած, ոչ էլ ավելի արագ էր վարում ու հետ նայում։ Կամ էլ նա չէր նկատել մեքենան, քանի որ ականջակալներով էր։ Այդ օրվա որոնումները ոչ մի արդյունք չտվեցին։ Հաջորդ օրը ոստիկանները ճանապարհին գտնում են player-ը, Sony-ի նվագարկիչը, որը ըստ իրենց Տարան միգուցե շփոթվել է եւ ճանապարհին իր պայուսակից, իր գրպանից ուղակի դուրս է նետվել, ինչպես նաեւ նկատում են հեծանիվի անիվի հետքերը դեռ թարմ են, ինչը նշանակում է, որ այդտեղ նա հաստատ անցել է 3 ու եթե նրանք շարունակեին հետախուզել տարածք, ապա հաստատ ինչ որ նոր բան կգտնեն։ Ոստիկանները հենց այդպես էլ արեցին։ Նրանք ամբողջ տարածքը սանտիմետր առ սանտիմետր սկսեցին ուսումնասիրել, փորձել հասկանալ, թե որ ուղղությամբ է աղջիկը գնացել։ Ինչպես նաև player-ը նրանք ցույց տվեցին Տարայի մորը։ Մայրը
ասաց, որ այո, դա իր աղջկա Player-ն էր։ Ըստ մոր վարկածի նրան առևանգել են, քանի որ երբեք ու երբեք իր աղջիկը ուղղակի առանց Player ման չէր գա։ Նա առանց իր նվագարկչի, դուրս չէր գալիս տանից հեծանիվ վարելու, ապա ինչ որ մի բան եղել է, թեկուզ եթե պատահմամբ է ընկել, նա հաստատ կտեսներ, հետ կգար ու կվերցներ դա։ Սակայն ցավոք հեծանիվի անիվը ցույց էր տալիս, որ տարան հետ չի վերադարձել հենց նույն տարածք, այսինքն նա կամ շարունակել է իր հեծանիվով գնալ, կամ ինչ որ մեկը նրան կեսից տարել է առանց արդեն հեծանիվ։ Նա միանգամից հերքում է ոստիկանների սկզբնական տեսակետը, որ տարան հնարավոր է իր ցանկությամբ է հեռացել տանից, ինչ որ տեղ ընկերների հետ կամ բոյֆրենդի հետ։ Իսկ Տարայի բոյֆրենդին դեռ մենք կանադառնանք, բայց մի փոքր ուշ։ Չնայած ոստիկանների գտած հեծանիվի հետքերի, Player-ի, նրանք այդպես է չեն կարողանում գտնել Տարային։ Ամբողջ հարցը հետևյալն է, եթե գոնե Player-ի վրա լիներ արյան հետք, ինչ որ, չգիտեմ, քերձոց, ինչ որ կոնկրետ մի բան, որը DNT իր մեջ կպարունակեր, այդպես նրանք կարողանային հասկանալ, ուրիշ մարդել է եղել իր հետ, թե ոչ։ Բայց քանի որ չկար ոչ մի հետք, ոստիկանները որոշում են, որ աղջիկը ուղղակի ինչ որ այլ ճանապարհով է այս անգամ գնացել եւ մորը լսելով նրանք հայտարարություն են տարածում թերթերում ու ամբողջ քաղաքը, պատկերացրեք Երևանի պես փոքր քաղաք, շուտով արդեն իմանում է, որ կորել է Տարան։ Ու բոլորը սկսում են զանգահարել մորը եւ ասել, որ նրանք նկատել են Տարային այս կամ այնտեղ։ Մայրը ուղղակի խելագարվում է, չի հասկանում թե ով է ճիշտ, քանի որ ամեն անգամ, երբ որ ոստիկանները գնում են, որպեսզի գտնեն եւ բերեն տուն, բարձում են, որ ոչ։ Ուղղակի նրանց թվացել է, որ տեսել են Տարային, կամ էլ շատ նման մի աղջկա են տեսել, կամ էլ ստվեր են տեսել, չգիտեմ որն էր պատճառը, քանի որ որևէ կերպ նրանք գումար չէին վաստակելու լուր տալու դիմաց։ Միգուցե դա մարդկանց շփոթմունքն է եղել։ 1988 թվականի հունիսի 15-ին ոստիկաններին զանգ է գալիս։ Ականատեսներից մեկը տեսել է աղջկան շատ նման մեկին, ով այդ ժամանակ գտնվում է ծովափներից մեկում մի քանի տղամարդկանց ուղեկցությամբ։ Սա շատ տարօրինակ է, քանի որ եթե աղջկան առևանգել են, ապա պետք է ինչ-որ մի տեղ պահեն կամ, չգիտեմ, նրան թեկուզ վաճառեն, բայց ըստ նրա աղջիկը գտնվում էր մի քանի տղամարդկանց ուղեկցությամբ եւ կողքից տպավորություն էր, որ աղջիկը ապակողնորոշված է ու վախեցած անում այն ամենը, ինչ նրան ասում են հենց այդ տղամարդիկ։ Ոստիկանները անմիջապես սկսում են փնտրել լողափում եւ հարակից տարածքներում, բայց չեն գտնում ոչ աղջկան, ոչ էլ այդ տղամարդկանց։ Իհարկե, անոնիմ զանգը կարող էր նաեւ ինչ-որ մեկի չար կատակը լինել, քանի որ շատ հաճախ նման դեպքեր պատահում են, երբ որ մարդ է անհետանում, սկսում են, չգիտեմ, տարբեր մարդիկ զանգահարել, ինչ-որ ինֆորմացիաներ կեղծ ասել, որ տեսել ենք դրան այստեղ այնտեղ, որպեսզի հետագայում կամ գումար պահանջել, ավել ինֆորմացիա տալու համար, կամ ուղղակի չար կատականել։ Իսկ հիմա նայեք այս լուսանկարին։ Արձանագրություններում չի նշվում կոնկրետ այդ կնոջ անունը, բայց Միկին լողափին մոտ գտնվող սուպերմարկետներից մեկի տարածքում գտնում է Polaroid տեսախցիկ։ Լուսանկարում մի երիտասարդ աղջիկ էր եւ փոքր տղա, երկուսի ձեռքերը, բերանը, ոտքերը կապված էին, նրանք վախեցած էին։ Լուսանկարը արված էր մեքենայի մեջ, ավելի կոնկրետ pick-up-ի հետևի մասում։ Pick-up-ից կարելի էր հասկանալ, որ նա չուներ կողքը պատուհաններ, փակ չէր, ինչպես նաև գույնը բարձ երևում էր, սպիտակ pick-up էր։ Ըստ վարկածի լուսանկարի մեջի աղջկան Տարան ահա որ նման էր, ու թե ոստիկանները, թե մայրը արդեն կասկած չունեին։ Աղջկան առևանգել են, իսկ ներկա պահին նա չգիտես թե որտեղ է գտնվում։ Լուսանկարի մեջ նաև երևում է մի գիրք, որը աղջկա ամենասիրած գիրքն է պարզվում է։ Արդեն մայրը չգիտեր, թե ինչպես կարելի է չհավատալ, որ իր աղջկան առևանգել են, այլ ոչ թե նա փախել է իր բոյֆրենդի կամ ընկերների հետ։ Այսպիսով լուսանկարը տրամադրում են ոստիկաններին։ Այն անմիջապես ուղարկում են էքսպերտիզայի, որը ցույց է տալիս, որ հենց այդ տեսակի ֆոտո ժապավենները վաճառքի են դուրս եկել միայն 1989 թվականի մայիսից եւ ավելի շուտ պարզապես հնարավոր չէր անել նման լուսանկար, այսինքն ուղիղ 1 տարի հետո, երբ աղջիկը անհետացել է, լուսանկարը հենց այդ ժամանակ էլ արվել է։
Քննիչները նաև ուսումնասիրում էին տարածքը, հարցաքննում են ականատեսներին, խանութի աշխատողներին, որոնք հաստատում են, որ հենց այդ հատվածում կանգնած է եղել առանց պատուհանների սպիտակ փիքափ։ Տեսախցիկներից էլ իհարկե ոչ պարզ, բայց երևում է մարդկանց նկարագրած մեքենան։ Նրանք կարողանում են նաև նկարագրել վարորդին, բեղերով միջին տարիքի տղամարդ։ Այսպիսով, այս բոլոր ապացույցները, բոլոր տեսակի ուղեցույցները, ինչպես նաև ունենալուց հետո ոստիկաններին չի հաջողվում հայտնաբերել ոչ մեքենան, ոչ էլ վարորդին։ Լուսանկարը դե իհարկե առաջինը ցույց են տալիս նրա մորը, ով պնդում է, որ դա իր աղջիկն է, քանի որ լուսանկարի մեջ աղջկա ոտքին կար սպի, որը ուներ հենց տարան, հենց նույն ոտքի վրա, նույն ձև, նույն չափով։ Ոստիկանները իհարկե կարծում են, որ դա այդպես չէ, եւ մայրը զուտ շփոթված լինելու պատճառով եւ իր աղջկան, որ շուտ է ուզում գտնել, դրա համար է կարծում, որ լուսանկարի մեջի աղջիկը իր աղջիկն է։ Նախ աղջիկը համեմատաբար փոքր էր տարիքով։ Երևում էր մոտ 14-15 տարեկան է, իսկ տարան անհետացման ժամանակ արդեն համարյա 20 տարեկան էր։ Համաձայնեք, որ 15 եւ 20 տարեկանում տարեկային տարբերությունն ավելի հստակ է երևում, քան օրինակ 30 կամ 35 տարեկանում։ Լուսանկարի հայտնվելուց հետո գործը հետաքննող ոստիկանների մոտ ավելի շատ հարցեր էին առաջանում եւ որոշվում է այն ուղարկել մի քանի լաբորատորիաներ, այդ թվում Դաշնային քննչական բյուրո։ Արդյունքներում էլի հակասական պատասխաններ։ Մի տեղից նշում են, որ այո, նկարի մեջի աղջիկը Տարա Քալկինոնն է, իսկ մյուս տեղից ասում, որ ոչ, նրանք լիովին տարբեր մարդիկ են։ Լավ, իսկ ով է լուսանկարի մեջի տղան։ Պարզվում է, ըստ վարկածի, դա նույն թվականին Տարայից 5 ամիս առաջ անհետացած 9-ամյա Մայքլն է, ով հոր հետ գնացել էր որսի ու անհետացել էր։ Տղայի ծնողները փաստում են, որ այո, դա իրենց տղան է, քանի որ շատ նման է, սակայն էլի տարիքային, ինչպես նաև արտաքնապես մի քանի բաներ կար, որ չէր համընկնում։ 1990 թվականին տղայի մարմինը գտնում են լեռան մոտ, ձյան տակ, այն նույն տեղը, որտեղ հոր հետ գնացել էր որսի։ Այսպիսով տղան այն նույն Մայքլը չէ, որը անհետացել էր, այսինքն Տարայից բացի մենք ունենք եւս երկու անհետացած մարդ՝ լուսանկարի տղան եւ աղջիկը։ Ու եթե մեզ թվում է, որ վերջ պատմությունն ավարտվեց, Տարան հաստատ ինչ որ միտեղ կոել է, այս երկուսը չգիտենք ովքեր են, ապա չարաչար սխալվում եք։ Կալիֆոռնիայի շինարարական հրապարակներից մեկում գտնում են եւս մեկ լուսանկար։ Այս անգամ լուսանկարի մեջ գտնվող աղջկա բերանը կպչուն ժապավենով փակ էր։ Տարայի մայրը քննիչներին կրկին վստահեցնում է, որ նկարում հենց իր աղջիկն է։ Նորից տարբեր էքսպերտիզաներ, բայց այս անգամ էլ ոչ մի հստակ պատասխան։ Եթե կարծում եք, որ երկու լուսանկարով ամեն ինչ ավարտվում է, ապա չարաչար սխալվում եք։ Հայտնվում է երրորդ լուսանկարը։ Այս անգամ լուսանկարի մեջ մի տղամարդ է, ով բռնել է աղջկան եւ նկարել իրենց։ Հետո դա ուղարկում ոստիկանություն, սակայն եւս ոչ մի բան ոստիկանները չեն կարողանում անել։ Ոչ մի ձև չեն կարողանում նրանք գտնել, հասկանալ, թե ով է լուսանկարի տղամարդը, ինչպես նաև Տարայի մայրը այս անգամ պնդում է, որ լուսանկարի աղջիկը իր աղջիկը չէ։ Հիշում եք, որ ասացի Տարան ուներ boyfriend եւ մենք նրան կանադառնանք։ Եկել է դրա ժամանակը։ Պարզվում է, որ նա աշխատում էր ոստիկանությունում եւ 2003 թվականին արդեն ուներ դատվածություն մի կնոջ սպանության մեջ։ Այսպիսով ոստիկանները հասկանում են, որ միգուցե հենց սա այն նույն տղամարդն է, ով որ Տարային առևանգել է, ինչպես նաև նրանց մոտ կար ինչ-որ մի վկայի ցուցմունք, որը հավաստի չէր, այսինքն ստուգված չէր ինչ-որ մի ձև, այդ վկան ասում էր, որ Տարայի boyfriend-ը եւ նրա մի քանի այլ ընկերներ ուզում էին աղջկան առևանգեին եւ բռնաբարեին։ Սակայն, երբ ոստիկանները գործը կարողանում են վերջապես նոր փուլ մտցնել եւ տղային կանչել հարցաքննության, բարձ է դառնում, որ տղան հստակ ալիբի ուներ։ Նա այդ օրը չէր կարող Տարային ոչ տեսնել, ոչ էլ առավել եւս նրան առևանգել։ Դեպքից ուղիղ 20 տարի անց Վալենսիայի շերիֆը պնդում է, որ նա գիտի ովքեր են սպանողները։ Ըստ իր խոսքերի երկու տղա
մեքենայով պատահմամբ տարային հարվածել են, որից հետո տեսել, որ աղջիկը մահացել է, ուստի որոշել են դիակը թաքցնել։ Շերիֆն ասաց, նա կասի 2 տղաների անուններն են, ինչպես նաև որտեղ են նրանք գտնվում, միայն այն դեպքում, երբ որ աղջկա մարմինը գտնվի։ Չկա դիակ, չկա գործ, այստեղ են ասել։ Այսպիսով հասարակությունը լայն քննադատում է շերիֆի իր հայտարարությունը, ասելով, որ նա ուղղակի խոսում էր եւ ոչ մի լուրջ բան չէր ասում, քանի որ մինչ օրս նա չի ասել, թե ովքեր են այդ 2 տղաները։ Խոստացել է դա կասի միայն այն դեպքում, երբ որ գտնեն Տարայի մարմինը։ Աղջկա ծնողները ցավոք մինչև օրս էլ չգիտեն, թե ինչ է եղել նրա հետ, քանի որ երկուսն էլ մահանում են։ Մահից հետո մոր նոր ընտրյալը ամուսինը շարունակում է դեռ աղջկա որոնումները, սակայն նույնպես ապարդյուն։ Շուտով նա նույնպես մահանում է տարիքային արդեն պատճառներով եւ մինչեւ օրս նրանցից ոչ ոք չի իմանում, թե ինչ է կատարվել աղջկա հետ։ Մի տարօրինակ փաստարկ կա, որ ամուսնուն կողոպտում են եւ այդ օրը, երբ որ նա պարկում է քնելու, առավոտյան չի արթնանում, իսկ կողոպտիչներին մինչեւ օրս չեն գտել։ Տարա Կալիկայի առեղծվածային անհետացումից հետո անցել է շուրջ 37 տարի։ Աղջկան մինչ օրս չեն գտել։ Տարբեր սոցիալական հարթակներում, ինչպես նաև համացանցում, հայ YouTube-ում շատ տեսանյութեր կան, որոնք փորձում են ինչ-որ մի կերպ պարզել գործը, սակայն ապարդյուն։ Ոչ ոք մինչև օրս չի կարողանում ասել, թե ուր է կորել 19-ամյա Տարան, ովքեր էին լուսանկարի մեջ գտնվող այդ 4 երիտասարդները եւ ով էր այս ամենի հետևում կանգնած։ Մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքով, հավանեք տեսանյութը, ինչպես նաև տարածեք այն։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին։ What's your emergency?